Փաստորաթերթը գրում է՝ մի քանի ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե մարդիկ Հայաստանում շուրջ 50%-ով ավելի լավ են ապրում, քան 2018-ին։ Զուգահեռ նա ասում էր, որ եթե 2025 թվականի ապրիլին ամբողջ պետական համակարգը 0 աշխատավարձ ստանար, ապրիլին թոշակները հնարավոր կլիներ բարձրացնել 1400 քանի դրամով։ Տարբեր մասնագետներ ոչ մեկ անգամ փաստերով ապացուցել են, որ այս բոլոր պնդումները մեղմ ասած մանիպուլյացիաներ են։ Օրերս այդ մասին հայտարարեց նաև Հայաքվե ազգային քաղաքացիական միավորումը, նշելով, որ Հայաստանում հնարավոր է նվազագույն կենսաթոշակը 36,000 դրամից դարձնել 54,000 դրամ, այսինքն բարձրացնել 50%-ով։ Ըստ Հայաքվեի ներկայացուցիչների դա հնարավոր է անել պետական կառույցներին պետբյուջեից հատկացվող գումարների, ինչպես եւ վարչապետի պաուստային ֆոնդի կրճատումների հաշվին։ Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը նշում է, որ անցած 7 տարում կենսաթոշակների աճը կազմել է 22%, այնինչ նույնիսկ պաշտոնական վիճակագրությամբ գնաճը եղել է 26%։ Հայաքվեն սկսելու է ստորագրահավաք եւ հանրագրով դիմելու է իշխանություններին կենսաթոշակը բարձրացնել 50%-ով։ Իդեպ, ուշագրավ է, որ Հայաքվեի այս հայտարարությունից հետո իշխանությունները որևէ կերպ չեն հակադարձել, չեն փորձել հերքել, որ հնարավոր է կենսաթոշակները 50%-ով բարձրացնել, ամենայն հավանականությամբ։ Հրապարակ թերթը գրում է՝ չնայած Փարաքարի համայնքապետի սպանությունից ժամեր անց լուսաբացին Նիկոլ Փաշինյանը դատապարտեց տեղի ունեցածը իր գրառմամբ։ Ենթադրվում էր, որ Փաշինյանի գրառումից հետո պետք է հրավիրվեր խորհրդակցություն, քննարկվեր տեղի ունեցածը եւ պարզեր, թե ովքեր են թերացել իրենց աշխատանքում։ Մինչդեռ իշխող թիմում կարծում են, որ պետք է մի շարք բարձրաստիճան ոստիկաններ պաշտոնանկ արվեն, եթե ոչ ներքին գործերի նախարարը։ Փաշինյանի թիվ 1 խնդիրը պետք է լինի վայրկյան առաջ հասնել համայնքապետի սպանության բացահայտմանը, քանի որ այն սովորական սպանություն չէ եւ պարզ է, որ Վոլոդյա Գրիգորյանին քիլլեր է սպանել, իսկ դա նշանակում է, որ նախապես լավ մշակված եւ կատարված հանցագործության հետ գործ ունենք, իսկ թե ում էր խանգարում Վոլոդյա Գրիգորյանը, մանրամասնելու կարիք չկա։ Ժողովուրդ օրաթերթը գրում է՝ փետրվարի 5-ին Մերձավանում հնչած կրակոցները դարձան այս տարվա ամենասարսափելի դեպքերից մեկը։ Այդ օրը սպանվեց համայնքի այն ժամանակվա ղեկավար ԿՊԱ-ական մեր Ախտոյանի հորաքրոջ որդին 29-ամյա Գրիգոր Օհանյանը։ Դեպքից հետո մեղադրյալի աթոռին հայտնվեցին 14 անձինք։ Նրանցից միայն մեկին, Արմեն Ղազարյանին, ով առավել հայտնի է Ֆաս մականվամբ, կալանավորեցին։ Մյուսները, չնայած սանր մեղադրանքներին, մնացին ազատության մեջ։ Ժողովրդի խմբագրություններ այցելել Արմեն Ղազարյանի մայրը Ռուզաննա Ղազարյանը։ Նա վստահեցնում էր արդարությունը խեղաթյուրվում է, իսկ իրական մեղավորները մնում են ստվերում։ Անուններ կտամ ու մեկ մաքրում մարդկանց փորձում են ազատել սպանության պատասխանատվությունից, բայց իմ որդուն են պահում կալանքի տակ։ Ժողովուրդ օրաթերթի գրասենյակում հայտարարել է Ռուզաննա Ղազարյանը, սակայն նրա խոսքը մնաց անարձագանք։ Փոխարենը ձերբակալվեցին Վոլոդյա Գրիգորյանի կողմնակիցները։ Գրիգորյանը հայտնի էր ընդդիմադիր դիրքորոշմամբ եւ պայքարում էր գործող իշխանության ԿՊ-ի թեկնածուի դեմ։ Այս զարգացումները ըստ տեղի բնակիչների ոչ միայն չլուծեցին առկա լարվածությունը, այլև նոր բռնկումներ հրահրեցին։ Արդյունքում Մերձավանում կրկին կրակոցներ հնչեցին։ Այս անգամ եղավ 2 զոհ եւ 1 վիրավոր։ Զոհերից մեկը Փարաքարի համայնքապետն էր։ Հրապարակ թերթը գրում է՝ ԿՊ վարչության ընտրությունների արդյունքները շարունակում են բուռն քննարկվել իշխող թիմում։ Վերլուծություններ եւ եզրահանգումներ են արվում, պատմում են, որ իրենց քվեարկության արդյունքները հատկապես ծանր են տարել Ալեն Սիմոնյանը, որը չնայած անցել է վարչության կազմ, բայց 11-րդն է զիջում է Վահագն Ալեքսանյանին ու Հայկ Կոնջորյանին, որին ինքն է ժամանակին ԿՊ բերել, նաեւ Արսեն Թորոսյանին։ Մյուս ծանր տանողը ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն է, որը նախորդին չէր մասնակցում վարչության 5 կազմով նիստին։ Պարզվում է, թիմում անսպասելի չեն եղել Ալխազ Ղազարյանի ձայները, նա կանանցից ամենաշատ ձայն է ստացել 513 քվե։ Ասում են, նա բարի է, ոչ կոնֆլիկտային գիտնական աղջիկ է, իսկ նրա եղբայրը վարչապետի արարողակարգի պետ Դավիթ Ղազարյանն է, ինչը եւս նշանակություն է ունեցել Ալխազ Ղազարյանի առաջընթացի հարցում։ Ժողովուրդ օրաթերթը գրում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի պետական պատվիրակությունների այցերից ստացած նվերները հերթով հայտնվել են կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ռեեստրում։ Այսպիսով, ինչ նվերներ է ստացել Փաշինյանը, ում կողմից եւ որքան արժեն դրանք։ Վարչապետը Պեկին մեկնելուց հետո նվերներով է վերադարձել։ Ենթակառուցվածքային ներդրումների Ասիական բանկի նախագահ Լի Ցյուն-ծինը Փաշինյանին նվիրել է դեկորատիվ համայնապատկերային նկար կատարված ոսկեգույն ֆոնի վրա։
համերն արժեցել է 428,624 դրամ։ Նիկոլ Փաշինյանը Ալմատի այցից հետո եւս առանց նվեր չի մնացել, նրան նվիրել են նկար Սպիտակ Յուրատ լեռներում վերնագրով, նկարիչ Նադիր Բաբամուրատովի հեղինակմամբ։ Այն արժեցել է 355,826 ՀՀ դրամ։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քլչը սեպտեմբերի 12-ին Հայաստանում էր։ Նա արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին նվիրել է զարդանախշերով ապակե թաց, որն արժեցել է 73,473 դրամ։ Հավելենք, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողներին, եթե որևէ նվեր է տրվում իրենց պաշտոնեական ծառայողական պարտականությունների իրականացմանն առնչվող, ապա անկախ դրա չափից, գնից եթե անգամ այն արժե 100 դրամ, չեն կարող ընդունել։ Փաստորաթերթը գրում է Նիկոլ Փաշինյանը երկար տարիներ իշխանության մեջ լինելով չի կարողանում հրաժարվել ընդդիմադիրի սովորությունից անպայման ինչ-որ մեկին մեղադրել, եւ լավ կլիներ, եթե խոսքը վերաբերեր այն խնդիրներին, որոնք անմիջապես վարչապետի իրավասության ներքո են։ Աղքատություն, տնտեսության գահավիժում, գյուղերում աշխատատեղերի բացակայություն, կոռուպցիա, բնական եւ տեխնացին աղետներ եւ այլն։ Բայց ոչ, այդ ամենը նրան չի հետաքրքրում։ Նրա սուր քննադատության թիրախներն այլ են։ Հայկական ազգային մենթալիտետը, ազգային խորհրդանիշերը, ժողովրդի վերաբերմունքը սեփական անցյալի եւ պատմական հիշողության հանդեպ։ Եվս մեկ արժանապատիվ գործ է ըստ Փաշինյանի քայքայել եկեղեցին, ընդ որում մեթոդներով, որոնք ավելի բնորոշ են ծայրահեղական կազմակերպություններին, քան իրավական պետությանը։ Նույնիսկ հայկական հայրենասիրությունը Նիկոլին դուր չի գալիս։ Վերջերս նա հայտարարեց, որ հայերը ապրում են Ստալինի, Խրուշչովի եւ Բրեժնևի հայրենասիրության մոդելով, որը պետք է քանդել եւ հայրենիքը սիրել այլ կերպ փաշինյանական ձևերով։ Իդեպ վերջերս Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում ստեղծվելու է 4-րդ հանրապետություն, փաստելով, որ ըստ իր կառավարման արդյունքների նա հիմնաքանդ է արել 3-րդ հանրապետությունը։ Հիանալի 4-րդ հանրապետություն, ադրբեջանական էքստերիտորիալ գոտի Սյունիքում նոր եկեղեցի, որտեղ ամեն ինչ կլինի Փաշինյանի ճաշակով, ազգային խորհրդանիշերի արգելք, ցեղասպանության հիշատակի ջնջում, առանց Արարատի, այդ թվում զինանշանը լավ կլինի նաև քարապատել բոլոր պատուհանները, որը բացվում են դեպի Արարատ, հանկարծ թուրքերի զգացմունքները չվիրավորենք եւ մեծ թվով ադրբեջանական բնակչություն։ Հրապարակ թերթը գրում է սեպտեմբերի 7-ին Մոսկվայում Ռուսաստանի հայերի միության համագումարներ եւ 25-ամյակի միջոցառումը։ Այս ամենը շարքային միջոցառում կլիներ, եթե դրան զուգահեռ ամբողջ Ռուսաստանի տարածքով ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները չենթարկվեին քրեական հետապնդման կամ չզրկվեին Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունից։ Ռուսաստանի իշխանությունները բաց մեսիջ են հղում, որ Ալիևի հետ լուրջ խնդիրներ ունեն ու չեն պատրաստվում նրա թելադրած խաղի կանոններով խաղալ, բայց քանի որ Հայաստանի իշխանություններն էլ իրենց աչքի լույսը չեն, որպես հակակշիռ Ռուսաստանում ապրող հայերին են սիրաշահում։ Հիմա քողարկված մեսիջներ են ուղարկվում Ադրբեջանին եւ իրավիճակն առավել քան սրվել է։ Օրինակ, Կրոկուսի սեփականատեր Ալիևի նախկին խնամի Ագալարովների գույքն են պետականացնում, արդեն փակվել են Ագալարովին պատկանող 1 տասնյակ ռեստորաններ Մոսկվայում, համակերպվել են Կրոկուս City Hall-ը կորցնելու մտքի հետ եւ լքել են Ռուսաստանի Դաշնությունը։ Ադրբեջանական համայնքի 2 ղեկավար զրկվել են քաղաքացիությունից, բազմաթիվ էթնիկ ադրբեջանցիների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել, կան կալանավորվածներ։